Պարոն Հովհաննիսյան, այս պահի դրությամբ ձեզ ինչ է հայտնի եւ ում գործով եք ներգրավված։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ այս պահին ըմբռնումով մոտենալ, որ շատ տեղեկատվություն, մեծ ծավալով տեղեկատվություն հայտնել չեմ կարող, որովհետեւ մենք էլ այս պահին չգիտենք, թե կոնկրետ քանի անձ է ներկայացվել կամ բերման ենթարկվել կամ ձերբակալվել, կոնկրետ որ ստորաբաժանում են գտնվում, ասեցին, որ Այգեձորի ստորաբաժանում էլ մարդկա այստեղ էլ մարդկա, բայց կոնկրետ քանակության մասին չգիտենք։ Ունենք տեղեկատվություն, որ այս պահին մի անձի է մեղադրանք ներկայացվել, քննարկում են խափանման միջոցի հարցը, մեկ անձ ձերբակալված է։ Այն ինչ նմանատիպ դեպքերում լինում է, ընտրակաշար բարեգործյան դրույթների խախտում։ Դե հենց նոր եկա, քննարկում ենք դեռ, մեկի վերաբերյալ ունենք, մյուսի վերաբերյալ հավանաբար արդեն եղել է այս պահին։ Թիվը նույնն է, թե ավելացել է։ Բերման ենթարկվածների թիվը վերջին տվյալներով 15-ն է, այս պահին այլ տեղեկատվություն չունենք, բայց եկեք դա է ուզում ասել, բայց եկեք քննարկենք ընդհանուր իրավիճակը, այն հավճեպությամբ, օպերատիվությամբ, որ ուժային կառույցները իրավապահ արձանագրում է եւ արձագանքում է այս դեպքերին, եթե այս օպերատիվությամբ արձագանք էին մնացած բոլոր դեպքերին, ծանր հանցագործությունների դեպքերին, ամեն օր գրեթե համացանցը ցնցում է մի նոր սպանություն, մասսայական սպանություն, հասարակության աչքի առաջ սպանություն, եթե այս նույն օպերատիվությամբ աշխատեին, ապա մենք ունենայինք հանցավորության էական նվազում, ինչ այս պահին չունենք։ Ինչ հետ է կապված, այո, կարծում եմ, որ ուշով հետևում են ուժեղ Հայաստան կուսակցության գործունեությանը, որևէ փաստաբան չի կարող, չգիտեմ, խրախուսել առերևույթ հանցանքի ցանկացած դեպք, այս պահին կրկնում եմ մեղադրանքին ծանոթ չեմ, հետևաբար իրավական գնահատական տալ չեմ կարող, բայց կրկնում եմ, այն օպերատիվությունը, այն համակարգվածությունը, ինչը մենք տեսնում ենք, ծավալվում է ուժեղ Հայաստան կուսակցության շուրջ, գնահատում ենք որպես քաղաքական հետապնդում, այո, ինչու՞ չէ նաև դրա մասին հնչել են նաև իշխանության թևից հայտարարություններ հետագայում կուսակցության արգելք մասնակցելու ընտրություններին։